Ողջույն Գյումրի, ողջույն հարգելի գյումրեցիներ, եկեք ավելի բարձր ծափահարություններով մեր այս թիմակիցներին Կարեն Սիմոնյանի գլխավորությամբ աջակցենք ու սատարենք ու դրանով ցույց տանք, որ Նիկոլ Փաշինյանին ոչ մի բան չի հաջողվել անել։ Հարգելի գյումրեցիներ, քաղաքացիական պայմանագիրը այս քարոզարշավի ընթացքում հարձակումներ է գործել ընդդիմադիր ուժերի, կոմունիստական կուսակցության, իմ հզոր համայնքի, մեր քաղաքի և Մայր Հայաստան դաշինքի դեմ։ Մենք դատապարտում ենք այդ մոտեցումը և կոչ ենք անում ընդդիմադիր ուժերին համատեղել ջանքերը քաղաքացիական պայմանագրին Գյումրիից վռնդելու նպատակով։ Դրա համար մենք ընտրել ենք միացիր որ փոխես կարգախոսը և մեր երիտասարդները անցնելով Գյումրիի բոլոր թաղամասերով վանկարկում էին այդ կարգախոսը, որպեսզի միավորեն գյումրեցիներին հանուն դրական փոփոխությունների և ընդդեմ թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող քաղաքացիական պայմանագրի և ուրեմն կրկնում ենք մեր կարգախոսը։ Միացիր! 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 Մայր Հայաստան! Համար 4! Ճիշտ ընտրություն! Կարեն Սիմոնյան! Հարգելի գյումրեցիներ, պահը իրոք ճակատագրական է։ Դուք էլ եք փաստել, որ այսպիսի ընտրություններ Գյումրիում չեն եղել։ Պատճառը այն է, որ 2023-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դավադրաբար հանձնեց Արցախը, սա առաջին ընտրությունն է դրանից հետո։ Այսինքն Գյումրի ընտրությունը դառնում է համապետական։ Գյումրին այսօր ոչ միայն հայրաքաղաք է, այլ նաև Հայաստանի քաղաքական մայրաքաղաքը։ Ծափահարություններ Գյումրիին։ Այս քաղաքական մայրաքաղաք լինելը մեծ պատասխանատվություն է։ Դա նշանակում է, որ ձեր քվեարկությունից կախված է լինելու ամբողջ Հայաստանի ճակատագիրը։ 21 թվականին Նիկոլը վերարտադրվեց և մենք դրանից հետո կորցրեցինք Արցախը։ Հիմա եթե Գյումրիում Աստված մի արասցե բռնաճնշումներով, կեղծիքներով, տարբեր մեթոդներով սրանց հաջողվի սոսնձված մնալ աթոռին, մենք կարող ենք կորցնել Սյունիքը, հետո նաև ամբողջ Հայաստանը։ Ուրեմն հարգելի գյումրեցիներ, խնդրում ենք, կոչ ենք անում, պահանջում ենք անպայման մասնակցել մարտի 30-ի ընտրություններին և մերժել քաղաքացիական պայմանագրին, ձայնը տալով ընդդիմադիր ուժերին և Մայր Հայաստանը պատրաստ է դառնալ այն միավորող ուժը, որը կստանձնի քաղաքի կառավարման պատասխանատվությունը գյումրեցիներին առաջարկելով ադեկվատ և այլընտրանքային քաղաքապետ, իդեմս Կարեն Սիմոնյանի բարձր ծափահարություններ։